Ես հեռախոս չունեմ Նարեկյան, չեմ լսել, բայց տեղեկացրել եմ։ Ես միայն մի բան եմ ուզում ասել, որ քաղաքականության մեջ աշխարհով մեկ ընդունված է, որ չի կարելի ընտանիք մտնել, երեխա կին ծնողների որից է մի բան ասել։ Դա իմ համար անընդունելի է, ես եւ իմ բարձունքի վրա մնալ եմ եղբայրան, ես ասելու ոչ եմ։ Ձեր տղան կգա Հայաստան թե ոչ։ Այո, ինքն դեռ գործերով զբաղված է, կավարտի ամսի 7-ից հետո անպայման կգա։ Ինչու ամսի 7-ից հետո։ Հույս ունեք իշխանափոխություն ունի նոր գա։ Դա Աստծո կամոք, որը բարինա մեկ կատարի։ Իսկ ինչու հիմա չգա։ Գիտեմ շատ ակտիվ ես, շատ խելաց ես, հարգելով քեզ, ինչ հարցանկանում ես, ասա պատասխանեմ։ Դե ասում եմ, ինչի՞ չի գալիս ձեր տղան։ Դե հիմա իմ տղային Արցախի չի գալիս։ Նիկոլ Փաշինյանն ասում է Արցախում կրակելու փոխարեն նրանք Կոտայքում են կրակում։ Եղբայրան, օրենք առաջ բոլորը պետք է պատասխան տան, ով կրակել է, նաև դու պատասխանության ենթարկի։ Ես դրա կողմնակից եմ։ Շնորհակալ։ Պատասխանեք Նիկոլ Փաշինյանի նույն բառապաշարով։ Ես ձեզ ասացի, որ հիմնականում Ծառուկյանը իր կշիռը, իր հարգանքը այս տարիների ընթացքում ունի։ Հարց կապը ուղիղ կարող եմ ասել։ Ես ոչ ընտանիք եմ մտնում, ոչ երեխա եմ քննադատում։ Շնորհակալություն։ Եվ պարոն Ծառուկյան, դուք ասացիք ինչքան հարցուց։ Չէ, ասի մի հա։ Եվ ամեն դեպքում Վերջին աղբեր։ Լուկաշենկոին դուք ինչու չեք քննադատել, երբ որ Ադրբեջանին շնորհավորել է։ Ուրեմն ես Լուկաշենկոյի հարց ասել եմ, նա իմ ընկերն է եւ ընկերությունը պետական աշխատանքի հետ պետք է չի կարելի խառնել իրար։ Նա մեր իմ հարազատվածն է եւ իմ երկրի համար ամեն հարցով պատրաստ է եղել, որն էլ պետք է արել է։ Քաղաքականության մեջ ինչպես եք պատկերացնում տարաձայնություններ ունեցող Չինաստանին, Միացյալ Նահանգներին համախմբել, որ Հայաստանի համար անվտանգություն վերաշխավորեն։ Եղբայրան, անհնարին ոչինչ չկա, այսօր Տրամպը խիա գնաց է Չինաստան, կարաս ինձ ասած։ Վերջի վերջով Չինաստան, Ռուսաստան, Իրան մի երկու ամսվա մեջ գալն ընդհանուր հայտարարի լինելու է խաղաղություն եւ ամենակարևորը արդեն մի 20 տարի դա կայուն պետք է մնա։ Շնորհակալություն։